Շնորհակալություն, անկեղծ ասած չգիտեմ որտեղից է այն ինֆորմացիան, որ ինչ-որ մեկ անձնակազմ ավելացնում կամ ժամկետային զինծառայության կրճատումը չի նշանակում, որ մենք կրճատում ենք բանակը։ Ես խոսեցի, որ բանակի համալրումը շարունակվելու է պայմանագրային սկզբունքով։ Եվ սա նրա մասին է, որ մենք հետևականորեն մեր բանակը դարձնելու ենք պրոֆեսիոնալ։ Ինչ վերաբերում է զենք զինամթերք գնելուն։ Նախ ես չեմ պատրաստվում որևէ երկրի հետ, այդ թվում նաև Ադրբեջանի հետ, մրցավազքի մեջ մտնել, սա մեր կառավարության դիրքորոշումն է, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականացումը։ Դա այդպես չէ, եւ ես խոսեցի այն խոսուն թվերի մասին, որը դրա վառ վկայությունն են։ Ինչ վերաբերում է պլաններին, պլաններ A, B, G միշտ զինված ուժերը ունենում են, բայց չեմ կարծում, որ հիմա կա ինչ-որ մեր այս պահի քաղաքականության եւ իրականության մեջ դիսոնանս, որտեղ մենք պիտի պլան B կամ պլան G քննարկենք կամ գնահատենք։ Կարծում եմ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես եւ մենք կանխատեսում ենք։ Շնորհակալ